Այսօր ինչպես դժվար չի վերնագրի սկռահել, մեր տարեվերջյան պլանավորվածության առումով քաղաքագետի կաբինետի տարեվերջյան վերջին թողարկումն է, այսինքն այս տարվա, եւ ընդհանուր առմամբ որքանով որ դա հնարավոր է կամփոփենք տարին, որտեղ տարին հաճելի է ամփոփել, երբ որ ինչ-որ ձեռքբերումներ կան, իսկ հայ աշխարհում ցավոք սրտի վաղուց արդեն 5-7 տարի է, որպես այդպիսին ձեռքբերումներ չկան, բայց սա պիտի ոչ թե վհատության առիթ դառնա, այլ ընդհակառակը սխալների վերհանման, սրտացավ մանրակրկիտ անդրադարձի եւ շտկման ճանապարհների որոնման, մոտավորապես այսպես ընդհանուր ռազմավարական միտքը։ Եթե ամփոփելու լինենք 25 թվականը որպես հայության ճակատագրին առնչվող տարի, բնական բան ինչ-որ տնտեսական ցուցանիշներից կամ հարկաբյուջետային քաղաքականությունից չենք խոսելու, ոչ թե այն պատճառով, որ դրանք կարևոր չեն, այլ որտեղ այն պատճառով, որ դրանք ասենցիալ են երկրում տարվող ընդհանուր ազգային պետական քաղաքականությունից, որը մեր դեպքում հակազգային է եւ հակապետական, ըստ որում երբեմն այս իշխանությունների նրանց քաղաքականության հանդեպ կիրառվում է ապազգային բառը, այստեղ կարող է բառախախ թվալ ասածս, բայց ապազգայինի ու հակազգայինի մեջ բավականին էական, չասեմ մեծ, չասեմ լուրջ, բայց էական տարբերություն կա, ապազգային նշանակում է ուղղակի ազգությունը որպես կատեգորիա մերժող ինչ-որ ռեժիմ, օրինակ ապազգային էր իր բնույթով խորհրդային միությունը, հիմնված կոմունիստական, մարքսիստական, լենինյան, այսպես ասած գաղափարների վրա, այն ուղղակի ապազգային էր, ազգությունը մերժում էր որպես մարդկային կազմակերպման ձև, բայց կյանքը ցույց տվեց, որ սկսած հայերենական պատերազմի տարիներից, ընդհուպ դեպի 60-ականներ, 70-ականներ, սովետական միությունը դարձավ բնույթով ազգային, նախ այն ազգային դարձավ հենց հայերենական պատերազմի տարիներին, որպես ընդհանուր ազգային մի պետություն, պատահական չէ, որ պատերազմը կոչվեց հայրենական, իսկ մինչ այդ հայրենիք ռոդինա բառերը, որպես այդպիսին տեղ չունեին կոմունիստական բառապաշարի մեջ։ Եվ հետո, այսպես ասած, այդ ազգային ոգին քվոտավորված նաև հասավ միութենական հանրապետություններ, այդ թվում Հայաստան։ Հայկական նոր ազգային զարթոնքը կապվում է հենց 60-ականների հետ, գիտենք դա։ Այսինքն ապազգային լինելով ինքը ինչ-որ պահից նորից եկավ ազգային բովանդակության մեջ մտավ, որովհետև ժամանակները նման պահանջ դրեցին։ Այս դեպքում գործ ունենք ուղիղ հենց հակազգային իշխանությունների հետ, որոնք հայկականությունը, կոնկրետ հայկական ազգայնությունը, ազգայնականությունը համարում են թշնամական, իրենց համար ծաղրելի է ամեն ինչ, Տիգրան Մեծից ծովից սկսած, վերջացրած Արցախով, մեր բանակով, մեր նույնիսկ ավանդական կենսակերպով, անկախ դրա լավ, վատ կողմերից, բայց կա ինչ-որ կենսակերպ, հենց դրա այլ կենսակերպ է, մշակույթը դրա այլ մշակույթ է, որ այնտեղ ամեն ինչ սինկրետիկ է եւ դժվար է առանձնացնել լավը, վատը, հիմա եթե մեկը ասում է, վայ սեղանի ծերին մի նստի, տանը կմնաս։ Հա, կարելի է ասել, ինչ անկապան է ասում մարդը, բայց մյուս կողմից եթե նայում ես, որ դա մշակույթի մի մաս է, մշակույթը է։ Եթե լավի վատի կատեգորիաներ չկան։ Հիմա այն օր աշկովս ընկավ, ինչ որ էլի այդ դե ֆակտո պարագլուխ է, էլ ինչ որ հայ տղամարդկանց կամ դրանց այսպես հայ տղամարդու ընդունված ինչ որ արխետիպային կերպար, այսպես ասեմ, այդ կերպարի հանդեպ էլի ծաղրով էր հանդես եկել, որ հա դե ինչ-որ քուչում պպզող բան էդի է հայ տղամարդը, ըստ որում մենք հիմա ենք նկատում այդ ձև բաները, բայց այն թերթոնը, որ ժամանակին թերթոնները, ըստ որում որտեղ ինքը ժամանակին թղթակցել է, ապա նաև գլխավոր խմբագիրն է եղել, դրանցում լիքն են, ծփում են այս տեսակ բաները, ծաղրանքը հայ կանանց հանդեպ, որոնք սերիալ են նայում եւ իրենց երեխաներին են պահում, ասենք լա բա ինչ անեն,
Չէ, օրինակ, այս 90-ականների վերջն է, 2000-ականների սկիզբն է, երկիրը նոր է ինչ որ ճկռելով դուրս գալիս այդ անդունդից, ինչի որ աշխատատեղերը թափած են, բան եւ այլն, այդ կանայք էլ տես ծույլի պես նստած անմակարդակ լատինամերիկյան սերիալներ են նայում, երեխա են պահում։ Չէ՞ որ դա ինչ-որ մշակութային ֆենոմեն է, որը պարտադիրել չի ազգային լինի, բայց այդ պահին սոցիալ տնտեսական պայմանների բերումով բնորոշ է քո ազգին։ Չես կարող ասես սերիալ նայելը հայկական ինչ-որ ազգային բան է, եկեք դա պաշտպանենք։ Չէ, բայց դա այդ պահին բնորոշ է քո ազգի ներկայիս ինչ-որ զարգացման փուլին։ Դա կարելի է ընդունել որպես զարգացման ցածր փուլ եւ ասել ոնց անենք, որ լավացնենք, բայց իր մոտ ուղղակի ծաղր է, հասկանում ես, որ այդ մարդը զզվում է այդ ազգից, որի մասին ինքը խոսում է։ Դրա համար եմ այստեղ բան անում, էլի տարորոշում ազգայինն ու բանը, ազգայինն ու հակազգայինը։ Այս առումով 2025-ի մասին էլ եմ ասում, խոսալ ինչ-որ այլ բաների մասին իմաստ չունի, բացի ազգային հարցից, պետական հարցից, որտեղ գործ ունենք ընդհանուր առմամբ հակազգային, հակապետական բանի հետ, քաղաքական կուրսի հետ եւ բնական է, որ դա ամենտեղ պիտի արտահայտվի։ Օրինակ, հենց թարմ օրինակ, լավ դե ասելն է, այս առողջապահական վերջի ճակերտավոր ռեֆորմը, որ հունվարի 1-ից էլ ուժի մեջ պետք է մտնի, ես շատ խիստ կասկածում եմ, որ մեր բնակչության մի տոկոսը գոնե տեղյակա ինչի մասին է խոսքը խորքային առումով, այսինքն լավ ինչ է փոխվում այդ նոր օրենքով եւ մարդկանց չի այս մեղադրանքս, այլ որ ուղղակի քանի որ ամբողջ ուղղությունը, ամբողջ կուրսը հակապետական է, պարզա որ դա էլ տես պետք է լինի։ Եթե իշխում են մարդիկ, որ զզվում են ժողովրդից, որ իրան համարում են անկախ պետություն ունենալով ոչ արժանի, մեկը կանգնացել էր քոսոդ երկիր է, ժամանակին մտադրություն են ունեցել թողնել արտագաղթելու, բարբերաբար հայտարարել են դրա մասին, որ դե եթե ժողովուրդը սենց է մենք կթողնենք կգնանք, տես 18 թիվն է իրանց վերջի հույսներ, հապա պարզա չէ որ իրանք հոգ չեն անելով որ նենց անենք մարդկանց մատից փուշ անենք, ոչ թե նոր ավելացնենք։ Սա ինչ է նշանակում շտապ օգնության օպերատորը, դա էլ արևմուտքից են վերցրել։ Ինքը պետք է որոշի դու կարիք ունես թե չունես բանի, ասենք մարդը օրինակ ընդ է արդեն ցնցումների մեջ հերոտոնիստից հոգին ավանդում է, այնին դից պետք է ուղեղն անջատած ասի զարկերակային ճնշումը խնդրում եմ ստուգեք, իսկ պուլս կա, անոթազարկ կա, հա։ Մի խոսքով քաղաքական իմաստով քննարկենք անցած տարին, մեր ազգային դաշտում այն սկսվեց ցավոք սրտի ցավալի արճակատումով, երկպառակությամբ, հիասթափություններով, ներքին մեղադրանքներ, բանսարկություններ, տեղ-տեղ քֆուր, քյաֆար, շատ բարձ սկսվեց իրականում տարին։ Պատճառների մասին խոսել ենք հենց քաղաքագետի կաբինետի շրջանակներում, թե ինչու չի ստացվում այնպիսի ուժերի կենտրոնացում կամ միավորում, որ իրականում պետք է Հայաստանին, բայց միական է այստեղ, որ շատ մարդիկ, շատ մտավորականներ, իսկական ազգային մտավորականներ, հանրային գործիչներ, հասարակական գործիչներ, այդ թվում մենք ենք մեր համեզ լուման այդտեղ բերել, միաժամանակ որպես ռեակցիա սկսեցին խոսել հակառակի անհրաժեշտության մասին, որ թարգեք, չի կարելի, մեկը մեկին զիջող եղեք, թուրքը նայում ուրախանում է, մեկ ժամանակին տենց մի հատ ինտերնետային մեմ կար։ Եվ թու տարեվերջին կարող ենք արձանագրել, որ համեմատաբար մեղվել է այս ամեն ինչը, թեպետ որ եթե մեկը ինձ հարցնեիք, ես տարեսկզբին կասեի, որ չէ տարեվերջին ավելի վատ պատկեր ենք ունենալու մի պարզ պատճառով, որ ինչքան ընտրությունները մոտենան, այդքան ավելի անտանելի գազանանոց է դառնալու այս ամեն ինչը, բայց փառք Աստծո, ամեն դեպքում գլուխ գովալ չլինի, բայց ես միշտ որ քարոզում եմ, որ յուրաքանչյուրս ինչ-որ մի ուժ ունի, ինչ-որ մի ազդեցություն ունի, 20 լայքանոց ստատուսը, 18 դիտումանոց վիդեոն, ինչ-որ մտերիմ հասարակական քաղաքական խմբակում 6.5 հոգանոց ինչ-որ զրույցը, ամբողջ ինչ-որ մի արդյունքի հետ չասած իրար միավորված ինչ-որ մի սիներգիայի կարող է բերել եւ եկեք ամեն դեպքում էլ արձանագրենք որպես մի փոքրիկ նվաճում, որ տարին փակում ենք, քաղաքական տարին փակում ենք հենց այսօր իդեպ կարդացի
դե որ Սաղաթելյան իշխանը սկսել է այս խորհրդակցությունների շարքը, հանդիպումների շարք բան, այսօր էր 3 առաջի օրն էր Հայակվենց հետ են հանդիպել եւ երկուսն էլ ըստ որում համարյա իդենտիկ տեքստեր տվեցին, երբ որ երկու քաղաքական սուբյեկտ հանդիպում են, լինեն պետությունների ղեկավարներ, թե կուսակցություն, շարժում բան, եւ արդյունքում համարյա նույնական տեքստեր են գնում, որպես մամուլի հաղորդագրություն, այդ նշանակում է, որ փոխըմբռնման բարձրագույն մակարդակ է, էլի։ Բայց խնդիրը ստե առանձին ինչ դաշնակցություն Հայակվեչի, այլ որ process է գնում։ Այն տարվա սկզբի վիճակը չի, որ sense մի քանի ինչ որ չակերտավոր իհարկե մարգինալներով խոսում էինք համերաշխացման միավորման մասին եւ լսող չկար, հիմա ինչ որտեղ նաեւ այդ ամբողջ քարոզը, ինչ որտեղ գոյաբանական վտանգի երևի ավելի իրատեսական զգացում է, ինչ որտեղ երևի համըդուս եկավ այդ ամեն ինչի, թու ոնց որ հակառակ ճանապարհն ենք բռնել, իսկ դա պետք է, որովհետեւ այս ընտրությունները հիմա էլ արդեն անդառնան 26-ին, հիմնական ասելիքը սա էր 25 թվի հետ կապված, որովհետեւ նրանք ովքեր քիչ թե շատ ծանոթ են մեր գաղափարներին, հայկական նախագծի, անձամբին, որպես Էդգար Էլբակյան, գիտեն, որ մարդկության պատմության զարգացման ազգերի ճակատագրի գործում ես համարում եմ, որ էական դերակատարում եւ պատասխանատվություն ունեն այդ ազգի քաղաքակրթության վարիչ ուժերը, որը մեր դեպքում պետք է ազգային դաշտը լինի հավաքական առումով եւ բարձր որ այդ դաշտի ներսում ցանկացած ինչ-որ խնդիր ցավալի է, անխնդիր ոչինչ չի լինում, բայց այսինքն առնվազն պետք է ձևեր գտնել դա չհանրայնացնելու, դա լուծելու, դա հարթելու, դա առժամանակ գոնե մոռանալու, ինչ որտեղ նույնիսկ թեկուզ սեփական քաղաքական ռեպուտացիայի հաշվին, վարկանիշի հաշվին նաև փողոցային կենցաղային լեզվով ասած կուլ գնալու հանուն այդ դաշտի առողջացման, որովհետև ընդունեն դա թե ոչ մարդիկ բառացի, բայց նրանք ովքեր այս կամ այն կերպ հույս ունեն Հայաստանի ազատագրությանը, այսինքն հասկանում են, որ այս վիճակ չի, որ մենք ապրում ենք, իրենցուսը նույնպես այս կամ այն կերպ հավաքական առումով դաշտի վրա է, անգամ եթե ինչ-որ մեկը ունի առանձին ֆավորիտ, այս մեկին սիրում է, մյուսին չի սիրում, ես հիշեցնեմ 20 թվականի պատերազմը, երբ որ մեկ էլ հանկարծ մարդիկ հիշեցին, որ մենք ունենք պաշտոնաթող նախագահներ։ Ասում են, չեն ուզում մի բան անեն, դե ասում են ժողովուրդ, հիմա միգուցե ուզում են, չգիտեմ, բայց հիմա էս է վիճակը։ Եվ հիշում եք դա մի աստիճանի հասավ, նաև որ այնտեղ արդեն թեմա կար, որ Ռոբերտ Քոչարյանը գնա Ռուսաստան, հետո ասեցին գրեցին վրան, որ կորոնավիրուս է, բանը չստացվեց եւ այլն։ Բայց նեղբային հիշում են մարդիկ։ Նոյեմբերի 9-ի 10-ի գիշերը կամ ինչքան մարդ էր գնացել դաշնակցության գրասենյակ ԳՄ-ի, որ լուտենանք էլի մի հույս ընդեղից։ Սա է իրականությունը։ Իրականությունը զուտ այնչի թե ով ոնց որ ումա ընտրում հունիսի 20 կլինի, հունիսի 7-ը ինչ է, այս եկող տարի այդ կլինի։ Չէ, իրական մարդիկ հասկանում են, որ ուժը այդտեղ է, ու ամենաճակատագրական պահերին ուժի հետ են ակնկալիք կազմում։ Կամ կհիշեք այն ջերմուկի կռվի օրերին սեպտեմբերի 14-ի մեծ տարերային ցույցը, որ տապալվեց, դա մի խումբ քաղաքացիներ հաջորդ օրը գնացել էին Քոչարյանի գրասենյակի մոտ, ասում էին, որ եկեք առաջնորդեք, ասենց որ մի բան Քոչարյանն էլ որպես ռեակտիվ քայլ, կարծեմ մամուլի ասուլիս, թե ինչ որ հարցազրույց կազմակերպեց։ Գալով 26-ին ու ինչի ես 25-ից էս առանձնացրի, որտեվ այո, այս դաշտից պետք է ինչ-որ մի բան դուրս գա, նույնիսկ եթե դաշտի ներկայիս դերակատարները չկարողանան էական բեկում մտցնել, բայց միևնույնն է, լուծումը դաշտից է գալու։ Ուրիշ ձև ուղղակի չի լինում, ցանկացած երկրում կա երկու քաղաքական սուբյեկտ։ Պարտադիր երկիրը հենց թուղթամասով լինի երկուսակցական, թեպետ նման երկրներ չկան։ Բայց կան երկրներ, հա, որ դե ֆակտո սաղս գիտենք երկուսակցական, օրինակ Ամերիկան։ Բայց պարտադիր չի, որ նաև այդպես ակնառու լինի, որպեսզի ասենք, որ երկիրը երկուսակցական է։ Հավատացեք ինձ, բոլոր երկրներն են երկուսակցական։ Հայաստանում միշտ Նոյ Նահապետի վաղտվանից, Հայկ Նահապետի վաղտվանից էլի եղել է երկուսակցություն։ Նրանք, ովքեր եղել են ազգային ինքնիշխան նախագծի, հայկական նախագծի կողմնակից, եւ նրանք, ովքեր եղել են գլոբալիստական համաձուլարար քաղաքականության կողմնակից։ Մեծ հաշվով էսա, ուրիշ բան չկա, խորը եթե նայենք էլի։ Հիմա էսա, այս երկու կուսակցություններն են, պարզ է, որ ի վերջո
Հիմա այն կուսակցությունը, այն ճամբարը, որը ներկայացնում է հայկական ինքնիշխան պրոյեկտը, ինչ չափով է մեր սրտով, ինչ չափով մեր սրտով չի, այնտեղ գտնվող առանձին անհատներ, առանձին ղեկավար դեմքեր, ինչքանով են նաև անձամբ այդ հայկական պրոյեկտի կրողը, սիրահարը, թե ուղղակի տակտիկապես այդպես է ստացվել, որ չէին կարա նրանց կողքը լինեին գլոբալիստների ստեղ են հայտնում, դա էական չի։ Ի վերջո, այս դաշտից, այս մեծ կուսակցությունից պետքա լուծումը գա, փրկությունը գա։ Դե համա ինչքան է դաշտը առողջ լինի, այդքան բոլորիս օգուտն է։ Պետք չի իրար փնովել, իրար անհաջողություններով ուրախանալ, տիրաժավորել, պատմել եւ այլն։ Հիմա նույնը 26-ի հետ կապված։ Ես 26-ի հետ կապված մի րոպե 2026 թվականի հետ կապված էլի երկու բան է կարևոր։ Մեկը այս փխրուն, իրական փխրուն, հիմա չեմ էլ ուզում ասածը շատ հիպեր լավատեսական հնչի։ Մեկը այս փխրուն համերաշխացումը պահելն է։ Մենք մեր կողմից խոստանում ենք, որ բնականաբար շարունակելու ենք այդ դիրքերում կանգնած մնալ։ Եվ երկրորդ, որպես ընդհանուր մի դիտարկում 2026 թվականի ընտրությունները չդիտարկել որպես վերջին հույս, վերջին հանգրվան, վերջի խարիսխ, երկրորդ սարդարապատ, 6-րդ սարդարապատ, մի քանի պատճառով։ Նախ, որովհետև հասկանում եմ մի քիչ այդքան էլ հաճելի բաներ չեմ ասում, այսինքն ստացվում է փաստացի ասած սենա, որ կա հնարավորություն, որ մենք 2026 թվականին մեր ուզած արդյունքին չհասնենք։ Հա, նման հնարավորություն կա, եւ սա պետք է ասել ոչ թե ընկճվելու համար, այլ չէ, սա պետք է ասել ել ավելի մոբիլիզացվելու, ել ավելի խելքներս, գլուխներս հավաքելու, ինձ բանում էր կարծեմ Գրիգոր Լուսավորիչում, որ պատարակ էր, կարծեմ Արագածոտնի թեմի քահանայից դասի նախաձեռնությամբ եւ խորհրդակատարությամբ ուրբաթ օր էր վայթե, լավ չեմ հիշում, ուրբաթ էր կարծեմ կամ երեքշաբթի։ Լրագրողները պարոն Էլբակյան բան ասի չէ դուրս գանք եկեղեցուց դուրս, այստեղ ասի չեմ բան անել, սխալ է։ Իրանք են բռնում եկեղեցին սարքում բան տենց որ քյաբաբնոց շոույանոց, ասի չէ դուրս եկանք դուրսը, բա ինչ պետք է լինի, որ փրկվենք լավ լինի, դա ասի ազգային դաշտում խելքը գլուխը հավաքի։ Հիմա խելքը գլուխը հավաքելու մեջ է նաև մտնում են, որ դիմացինի դիրքերը ամուր են։ Ու այդ այդքան չարչրկված սոցհարցումներն են դա ցույց տալի եւ պարզ ասենք ռեհիկ սոցիոլոգիան դա կարող է ցույց տալ, եթե ինչ-որ մեկ ունի նման հնարավորություն են Հարուն Ալ-Ռաշիդի պես կերպարանափոխվի, մտնի բար ժողովրդի շարքերը, սկսի խոսացնել, ամեն ինչը դա ցույց է տալի։ Էլ չասած, արտաքին գործոնները Եվրոպան ասում է դուխով կողներդ կայնացենք, խփեք թոյթա, Ռուսաստանը շարունակում է Զախարովայի մակարդակով ինչ-որ բանը, պասիվ տրոլինգը, դե որովհետև այս բան չունեն, թողունակություն չունեն, մեծ ռազմավարություն չունեն, ուժ տարական, քաղաքական ուժ ինչ-որ դնելու հայկական թեմայի վրա, դրա համար ինչ-որ պասիվ sense տրոլինգային սպասողական վիճակում են, իրանք էլ երևի ինչ-որ պլան մինիմումով են հանդես գալիս, խաղում, Պարսկաստանը այս թեմաներում չկա, այսինքն փաստացի եթե խոսանք արտաքին աջակցության մասին, հստակ արևմտյան բևեռ Թուրքիայի առաջնորդությամբ, հələ միատել են ԵՄ, Մեծ Բրիտանիա, Ամերիկա ինչ-որտեղ, դում Ամերիկան երևի մեջներից ամենազուսպը, բայց մեկը թագավորն է այդ աշխարհի։ Այս կողմում ոչ մի բան, արտաքին առումով, դե ներսում էլ տեն մեկ քիչ է կատարվում, բռնադատություններ, բաներ, ինչա խանգարում նոր կուսակցություններին ազգային բնույթի չգրանցել, հներին զրկել գրանցումից, ավելացնել սեփական մինյոններին, ոչ մի բան, սա պետք է իրատեսական սրան առնչվել ու առերեսվել ու ել եմ ասում, ոչ թե որ վախ տարածելու, մեզ դեմոբիլիզացնելու համար, այլ ընդհակառակը, որովհետև վստահ եմ, որ մոտավորապես մարտ ամսին երևի սոցհարցումներն էլ դա ցույց կտան, որ
այդ պահի դրությամբ որ հաղթանակը կթեքվի ինդիմության կողմ նո հաղթանակ ասելով այն մոտապես այն մեխանիզմով որ Գյումրիում եղավ ոչ թե որ առաջի տեղը հենց թվով կզբաղեցնի ընդդիմադիր ուժ այլ կոմբոյով միասին 2-3-ը միասին մարտից ինձ թվում է կսկսվի այդ էյֆորիայի ալիքը եւ աստված տա որ այդ ալիքի տակ չմնանք որովհետեւ եթե էյֆորիայի գիրկը նետվեցին 26-ին հունիս ամսին կմոտենանք ավելի թուլացած, ավելի շոուլի ծնգած, կլինի նույնը ինչ որ եղավ 21 թվականին, արդյունքի առումով, թվերը առանձնապես էականը չեն, արդյունքի առումով կլինի նույնը եւ կսկսվի այսպես անկման, հիասթափության, մտալիք, որ եւ շատերը հիշում եք 21-ին էլ կար, անձամբ ես, ընկերս մի քանի դեպք գիտենք, հիմա անուններ էական չեն, դա այդ մարդկանց անձնական պատմությունն է, որ ոչ մի դեպքում չեմ հրապարակի, բայց այն աստիճան հիասթափված էին, որ ասում են կարող մենք է թողնենք գնանք։ Եվ այդպես ասում են որ չէ, մնացեք, պայքարում ենք, էս ենք անում, այն ենք անում։ Այդ էլ 21 թիվն էր, պատկերացրեք 26-ին ինչ կարող լինի։ Եվ եթե ես խոսում եմ ժողովրդական ինչ-որ բանի մասին, բայց այստեղ առանձնատուկ այս հարցում նույնպես ավելի կարևոր է, նաև թե ազգային ուժերը իրանց անգլերեն ասում են ակերը ոնց կպտտեն էլի, այսինքն ակերը ինչքան ռեյսի համար կպտտեն, եթե դա լինելու է կամ հունիսի 7 կամ ոչինչ, ապա դա լավ չի։ Եթե դա լինելու է որ հունիսի 7-ը պայքարի ինչ-որ մի հատ հանգրվան է, շատ կարևոր իհարկե հանգրվան, բայց ոչ վերջինը, ապա իրենց ամբողջ աշխատանքը, գաղափարախոսությունը մոտեցումները արդեն կհարմարացնեն այդ ձևին։ Այդ եմ ես մաղթում, եթե հնարավոր է այս պայմաններում, այս ձևաչափով ինչ-որ մաղթանքի տեքստ հորինել, ապա այդ եմ մաղթում, որ սառնասրտությունը, սթափտատողականությունը չկորցնենք եւ ամենակարևորը չկորցնենք այս փխրուն համերաշխացումը, որ ազգային ուժերի շրջանում, ազգային դաշտում տիրում է։ Այսօր եթե ուզում եմ ամփոփել մի մեջբերմամբ, որը կարծեմ թե իրական է, որովհետև ընդհանրապես մեր հին ֆիդայիներին, հատկապես առասպելականացված ֆիդայիներին վերագրվող խոսքերի մի մասը հենց առասպելա, որը նրանց պաշտող ժողովուրդն է հորինել, մի մասն է, որ փաստագրական հենք ունի։ Մի խոսք կա, որ Գևորգ Չաուշին է վերագրվում եւ միգուցե հենց նա ասել է դա կամ իր նամակներից մեկում գրել է, որ եթե բոլոր հայերը գիշերը որոշեն մեռնել Հայաստանի ազատության համար, առավոտյան բոլոր հայերը կարթնանան ազատ։ Առաջին հայացքից ինքը շատ պարզ խոսք է թվում, աֆորիզմի, կոչի, ոգեշնչման տեքստի, մակարդակի, հատկապես որ գիտենք, որ ծխական կրթությամբ մարդու ասած տեքստ է, բայց իրականում այս տեքստի մեջ կա շատ մեծ խորություն, այն հասկացությունները, որ Չաուշը ներդրել է այստեղ, հետո մարդիկ հետո ասելով մի 100 տարի հետո բառիզբոնի իմաստով կամ 80 տարի հետո դրա մասին գրքեր էին գրում, տեսություններ էին հորինում, օրինակ կա այդպիսի տեսություն անգլերեն կոչվում է tipping point, թե որ պահից են ժողովրդական շարժումները հատում են կարևոր կետը, որ արդեն կասկադի էֆեկտով մարդիկ սկսում են էքսպոնենցիալ բանով, էքսպոնենցիալ աճով միանալ այդ շարժմանը, որ մի խոսքով 88 թվի Ղարաբաղի շարժումը, որ սաղ այնտեղ էին մոտավորապես, բայց երբ եղավ այդ ճտիկը, այդ պահը, որ կոչվում է tipping point, ցանցերի մասին, նետվորքների մասին շատ տեսություններ կա, որոնք այդ են ուսումնասիրում, թե որ պահից է ինչ-որ մի հատ հավատալիք, ապրանք, պայքար դառնում այսպես վարակիչ։ Իսկ Չաուշը առանց այս տեսությունների էր հասկանում, որ եթե կա մի բան, որ հայերին պակասում է, ինքը չէր ասում քաջությունը, այ եթե բոլորը խիզախ լինեն, դրա մասին չէր ասում, եթե բոլորը խիզախ լինեն, մենք վաղը բան կանենք։ Իր ասածը բոլորի մասին էր, այսինքն
կարևոր զանգվածի, որ պետք էր այդ վիճակից դուրս գալ համար, եւ ամենակարևորը համաժամանակայության մասին։ Ինքը հասկանում էր, որ եթե այդ համաժամանակայությունը չկա եւ այդ քրիտիկական զանգվածը չկա, որ երկուսը իրար բազմապատկվելով դառնան մի հատ ուժ, ապա անհնար է ուղղակի Օսմանյան կայսրության լծից ազատագրվել։ Եվ այդպես էլ ինքը եւ իր պես շատերը իր մարտական ընկերներից դա չտեսան։ Եվ ընդհանրապես ոչ մեկը դա չտեսավ։ Հայությունը չկարողացավ ազատագրվել Օսմանյան լծից եւ դա արդիական է նաեւ մեր օրերում, որովհետեւ եթե քո ժողովրդի մի մասը ապրում է ողբերգություն, չի կարողանում թոթափել ինչ-որ մի լուծ, ապա նույնիսկ այդ ժողովրդի մի մասի վերացումը ինքնին չի նշանակում, որ այդ հարցը լուծվեց։ Ոչ ցեղասպանողի համար, ոչ ցեղասպանվողի համար։ Արևմտահայության ազատագրության հարցը, հայկական հարցը, հայ դատը դրանք լուծված չեն, ըստ որում ոչ մեր թշնամու համար, ցեղասպանող կողմի, ոչ էլ մեզ համար։ Եվ ցավոք սրտի մենք 2026 թվական ենք թևակողում Օսմանյան լծի ավելի կատարելագործված, ավելի արդիականացված, ավելի փափուկ ինչ որ տեղերում դրսևորումները մեր մաշկի վրա զգալով։ Վերջի այդ օրինակ արարը, որի մասին նախորդ թողարկմանը խոսեցինք, տխրահարճակ ադրբեջանական վառելիքի մատակարարումն է Հայաստան, որպես Հայաստանը կլանելու եւ Հայաստանի հանդեպ կախվածության ենթակառուցվածքներ ձևավորելու մի նոր գործիք։ Մեր մեծերը իրականում ես ընդհանրապես այս մի խոսքը հիշատակեցի, որտեղ վերջակետ դժվար է դնել, այդտեղ ավելի շատ կարող ես կախման կետեր դնել։ Մեր մեծերը, որոնք ապրել են հայության ցավով, նաև թողել են այդ հայության խնդիրների, այդ խնդիրների լուծման բանաձևերը։ Մի մասինը կյանքի է կոչվել, մի մասինը այդպես էլ մնացել է թղթի վրա։ Իմ մաղթանքն այն է, որ մենք մեր ներկայիս սերունդը կարողանանք լինել այն սերունդը, որը կհարգի այդ մարդկանց անցած ճանապարհը, կկարդա նրանց թողած գրավոր հետքերը եւ կկարողանա լինել լուծողը խնդիրների, որոնք մենք քննարկում ենք 100-ից ավել տարիներ։ Ես մաղթում եմ, որ մենք չլինենք այդ խնդիրների լուծումը գրող մի նոր սերունդ։ Եվ բնավ ոչ այն պատճառով, որ խոսքը լինի դա գրավոր, թե բանավոր, համարում եմ անիմաստ կամ իմաստազուրկ, այլապես ինքս հիմա բանավոր խոսքով հանդես չէի գա, այլ համարում եմ, որ խոսքը առանց գործի իրոք մեռյալ է, եւ եթե մեր սերունդը չգտնի այդ ճիշտ բալանսը խոսքի եւ գործի միջեւ եւ նաեւ գործելու ճիշտ պահը, որ Գեորգ Չաուշի սերունդը ցավոք այդպես էլ չգտավ կամ միգուցե առհասարակ այլևս բաղ չէր վիճակված արևմտահայությանը այդ միասնական գործելու պահը ունենալ։ Ես մաղթում եմ, որ մենք կարողանանք արդեն իսկ եղած տեքստերը հարգելով, կարդալով գտնել եւ կենսագործել այդ լուծումները, այլ չլինել մի սերունդ, որը ուղղակի այդ տեքստերի կորպուսը կավելացնի։ Պինդ եղեք, ընկերներ, այո, վերջում ամեն ինչ լավ է լինելու։ Եթե լավ չէ, ուրեմն դա դեռ վերջը չէ։